երազներ են մեկնաբանում, թալիսմաններ են պատրաստում և ակտիվացնում։ Ես Երևանում եմ, եթե ձեզ անհրաժեշտ է ծառայությունը կարող եք դիմել, եթե չեք կարող այցելել, աշխատում եմ նաև օնլայն տեսազանգի միջոցով։ Իմ բոլոր եթերները պահպանվում են իմ YouTube-յան ալիքներում, TikTok-յան ալիքներում, Одноклассникում, Կոնտակտում, Instagram-ում, Facebook-յան ալիքներում։ Գրացրեք, որպեսզի ինֆորմացված լինեք։ Այդ ալիքներում ձեզ հետաքրքրող շատ ինֆորմացիա կա, տեղեկատվություն կա, հմայախոսություններ, ցիսակարգեր կա, որոնք որ ես գիտեմ ձեզ ձեր ամբողջ կյանքի ընթացքում անհրաժեշտ կլինի, որը ես ձեզ նվիրում եմ սրտել։ Ինչի մասին եմ այժմ սիրելիներս ցանկանում ես ձեզ հետ զրուցել։ Ընդհանրապես ցանկանում եմ խոսել սիրելիներս անեծքի մասին, որովհետև իշքան դուք ինֆորմացված լինեք, անկան հեշտությամբ կարողանաք անեծքը մաքրել ձեր վրայից, ձեր ընտանիքի անդամների, ձեր գերդաստանի, ձեր տոհմի վրայից։ Ինչ իրենից ներկայացնում անեծքը։ Անեծքը դա բացասական էներգետիկայի հարված է։ Ինչպես գիտեք, կյանքում աշխարհում ամեն ինչ էներգետիկա է, եւ էմոցիաները, եւ խոսքը, բնության մեջ ամեն ինչ էներգիա է, եւ մարդը, եւ կենդանին, եւ գետերը, եւ ջրերը, ամեն ինչ էներգետիկա է։ Էներգետիկա է նաեւ մարդու խոսքը, էներգետիկա է նաեւ մարդու էմոցիաները։ Եվ երբ որ մարդու վրա, մարդու գերդաստանի վրա գնում է բացասական էներգետիկայի հարված, դա բերում է անեծք։ Գիտեք ինչ սիրելիներս, անեծքը լինում է, երբ որ մարդը ուղղակի լինելով վիրավորված այդ մարդուց, լինելով այդ մարդուց ճնշված, լինելով այդ մարդու կողմից ընկճված, այսինքն կարող է ինչ-որ մեկը այդ մարդու վրա վատ գործողություն է կատարել, այդ մարդը այդ ընտանիքի մարդուն է սպանել, երեխային է գողացել, կնոջն է հարևանգել, հարստությունն է վերցրել, ու նման դեպքում մարդը ինքնըստինքյան այդ էմոցիաների մեջ անիծում է, եւ այդ անեծքը տարածվում է տվյալ մարդու ամբողջ տոհմի վրա։ Գիտեք ինչ սիրելիներս, երբ որ մարդը իր կենցաղային կյանքի մեջ լինում են տատիկներ, ծերեր, որ անընդհատ իրենց կյանքի մեջ, ասինքն նարդվանից ոդը սայտակում է, ինքը անիծում է, լույսը մարում է, ինքը անիծում է, դա չի նշանակում, որ այդ անեծքը կնում ասում է ինչ-որ մի մարդու, ուղղակի այդ մարդու խոսքն է, դա կոնկրետ մարդու վրա չի ասում, կոնկրետ մարդու վրա անեծք ասում է այն դեպքում, եթե տվյալ ազնվորությունը մեղավոր է։ Նույնիսկ սիրելիներս այսպիսի իրավիճակ կա, երբ որ մարդը հատուկ նպատակով գնում է այնպիսի մարդու մոտ, ով որ ունի այդ մոգական հատկությունը, այդ էներգետիկ հատկությունը, եւ ինքը ցանկանում է, որ նման մարդու վրա այդ գործողությունը կատարվի։ Սիրելիներս, եթե այդ մարդը մեղավոր չի, ինչքան էլ ուզել ուժեղ մոգական հատկություն ունենա, էներգետիկա ունենա այդ անձնավորությունը, ինչ էլ որ անի, դա ժամանակավոր նույն ճիշտ է ինչ-որ ընթացքում ազդում է մարդու կյանքի կենսական ընթացքի վրա, բայց ինքը կամաց թուլանում է, ինքը կորցնում է իր ուժը։ Անեծքը ազդում է այն դեպքում, երբ որ իրոք այդ ազնվորությունը դուք կամ ձեր գերդաստանի որևէ անդամ մեղավոր է։ Ամեն մարդու վրա ոչ խոսքի անեծքը, ոչ մոգական կախարդական գործով անեծքը չի գնում։ Անեծքը գնում է մենակ այն մարդու վրա, այն մարդու գերդաստանի վրա, ով որ իրոք մեղավոր է, ով որ իրոք իր կյանքի ընթացքում հանցագործություն է կատարել այդ մարդու հանդեպ, այդ
այստեղ գիտեք ինչ, եթե մարդը այդ վատ իր իրավիճակի մեջ ինքը էմոցիոնալ ձևով արտահայտում է իր վիրավորանքը, իր ցավը, անեսքի ձևով, դա գնում է, արդեն դա գնում է այդ էներգետիկ բացասական հարվածը գնում է և ոչ մեկը չի կարող անել այդ բացասական էներգետիկ հարվածի առջև։ Եթե նույնիսկ մոգական գործողության ձևով են անում, ոչ թե իրենց էմոցիաներով, իրենց խոսքերով, եթե տվյալ անձնավորությունը մեղավոր է, իր վրա ազդում է։ Գիտեք ինչ, սիրելիներս, անեզքը լինում է նաև պետությունների վրա, անեզքը լինում է նաև գերդաստանների վրա, անեզքը լինում է անհատական մարդու վրա, անեզքը լինում է նաև տարածության տերիտորիայի վրա։ Գիտեք ինչ, օրինակ, եթե մենք վերցնենք, չէ, հենց Թուրքիայի հետ կապված, որ 1,5 հայեր է ոտորել, ու այդ 1,5 հայերի անեզքը, այդ լացը, այդ ողբը, իր զավակի տեսած մորթված ծնողի անեզքը, հղի կնոջ հորը բացած ամուսնու անեզքը, երբ որ մորն ու հորը սպանում են այդ երեխայի անեզքը, անհնարին է, որ դա պետության վրա չասնի, անհնարին է, անեզքի վրա ստեղծված պետությունը ինքը չի աճի, մեկ է կա պատմական այնպիսի իրավիճակ, որ ինքը փլուզվելու է և այդ անեզքը հասնում է տիեզերքին, այդ անեզքը բումերանգի պես հարվածում է այդ ազգին։ Կան նույնիսկ պետություններ, կան պատմական գործիչներ, ովքեր որ այժմ կյանքի մեջ չկան, աշխարհի մեջ չկան, իրենց սերունդները չեն աճել, իրենց սերունդները իրենց գենը կյանքի մեջ վեշճացել են, Հիտլերը, Ստալինը, Լենինը, Թալյատը, իրենց գեները կյանքի մեջ վեշճացել են, որովհետև նման մարդիկ այնպիսի անեզքի տակ են, որ անհնար է, որ այդ ազգը բարգավաճի։ Դրա համար մարդը և պետությունները և մարդիկ պետք է իրենց կատարած գործողությունների մեջ ճիշտ լինեն։ Ինչ է հիմա օրինակ կատարվում, Ռուսաստանը ինչ է անում, Ռուսաստանը ինքը իր հավատակից քրիստոնյա ժողովրդին սպանում է, հրացել է ռուսները իրենց ամբողջ կյանքի ընթացքում միշտ իրենց դաշնակիցներին սպանել են, որոնցից մեկը մենք ենք, այդ ցեղասպանության մեղավորներից մեկը ռուսներն են, որովհետև իրենք երբեք մեզ չեն պաշտպանել։ Եվ սաղը կայսերությունը անհնարին է, որ չվերանա, և հիմա է, որ ինքը ինչ որ անում է, չի հասկանում, իր վերջն է եկել, այդ կայսերության, այդ ժողովրդի վերջը եկել է, իրենք կուրացած են, իրենք չեն հասկանում, ինչ են անում, իրենք մտել են քրիստոնյա ազգի հայնացիների սպանում են, ու չես հասկանում ինչ են սպանում, ուղղակի արդեն անեզքը այնպիսի մեծ էներգետիկ անում, որ այդ մարդկանց տանում է դեպի հանցագործության, և այդ 140 միլիոն անոց պետությունը ինքը դառնալու է ոչ մի բան, ինքը դառնալու է զրո, այդ երկրի մեջ լինելու է քաղաքացիական պատերազմներ, այդ երկրի մեջ իրենք իրար են ուտելու, թողնելու են Ուկրաինան, թողնելու են Հայաստանը, Վրաստանը, իրենք իրար են ուտելու, որովհետև նեգատիվ էներգետիկայի հարվածը ինչ որ կա իրանց վրա, իրանց կատարած գործողությունների պատճառով, իրենք իրենց վրա զգալու են։ Այդ բումերանգի օրենքը իրենք արտասպաններ են, պետական մասշտաբով արտասպաններ են, տերորիստներ են, և անհնարին է, որ այդ մահացած մարդկանց անեզքը լացը տիեզերքին չհասնի, և այդ պետությունը քանդվելու է, ոնց որ քանդվեց ցարական Ռուսաստանը, ոնց որ քանդվեց սովետական Ռուսաստանը, այդպես էլ քանդվելու է այս պուտինյան Ռուսաստանը, իրենք մասերի են բաժանվելու և իրենք իրենց ուտելու են, որովհետև արդեն այդ ազգի վրա իրենց կատարած հանցագործությունների, մանկապուծության, մանուկ վաճառելու, մանուկ խոհանալու, մարդուն բռնաբարելու,
Շատ դեպքերում մենք ուտենք, որ մարդիկ գալիս են, իրենց թվում է, թե անհատական իրենց վրա կա ինչ-որ նեգատիվ գործողություններ, ճիշտ է լինում է, որ մարդկանց վրա կա անհատական սիրային ինչ-որ մագիա, կախարդություն, թուղթուկրեր, հարստությունը տանելու, բայց շատ դեպքերում լինում է, որ մարդկանց վրա տոհմական անեզք կա։ Տոհմական անեզք կա, մեկը Ստալինի ժամանակ նամակ է գրել, մեկի կնոջն է տարել, այդ տղամարդուն ուղարկել է աքսորի, մեկը նամակը գրել է, այդ ընտանիքին ուղարկել է աքսորի սրի է մատնել եւ այդ մարդու տունն է վերցրել, մեկը նամակ է գրել այդ մարդու վրա եւ այդ մարդու կնոջն է վերցրել, երեխաներին է ուղարկել մանկատուն։ Այս կյանքի մենք հիմա նույնիսկ տեսնում ենք ինչքան վատ է մարդու հնարավորությունը։ Եթե մարդու հնարավորությունը կա, եթե մարդիկ չվախենան ուրեկներից, իրանք գազաններից ավելի վատ են։ Դրա պատճառով մեծերը, մարգարեները, այդ պատվիրանները բերել են, որպեսզի կարողանան մարդու մեջ այդ գազանը ինչ-որ տեղով կարողանան սահմանափակել։ Բայց երբ որ մարդը չի վախենում օրենքից, օրենքը իրեն թույլ է տալիս սպանելու, մարդը դառնում է սարսափելի գազան։ Բայց այդ մարդը եւ այդ մարդու ազգը իր կատարած հաղորդությունների համար պատասխան է տալու։ Շատ դեպքերում մարդիկ ասում են, մենք անմեղ ենք, մենք ոչ մի բան չենք կարել։ Այո, դուք անմեղ եք, բայց անեզքը դա գնում է 9 բորդ, 7 սերունդ անեզքը գնում է եւ դու համարվում ես տվյալ մասնավորության երրորդ սերունդը եւ եթե նույնիսկ ձեր սերունդը չվերանա, դա չի թողնի, որ այդ սերունդը աճի եւ ինստինկտյան դու վրա զգալու ես որ բաբի, նախաբաբի կատարած սխալ գործողությունները։ Ինչ են ասում մի սպանի, ինչ են ասում մի կողացի, ինչ են ասում մի շնանա, որպեսզի մարդիկ անեզքի բուն չդառնան, բայց մարդիկ դա լսելով այդ գործողությունները կատարում են եւ նման ձևով անեզքի տակ են գցում իրենց հարազատներին, իրենց երեխաներին, իրենց տուններին։ Գիտեք ինչ, նաև այսպիսի իրավիճակը նույնպես կա։ Շատ դեպքերում մարդկանց որ նայում եմ, գիտեք, տեսնում եմ, թե ինչու է այդ մարդու բաղը եկեղեցի է քանդվում։ Քրիստոնեություն արածել է, քանդվել է, ստեղծվել է մզմերանների, հետանոսական տաճարների քանդվելու վրա։ Քրիստոնեությունը ինքը հիմնվել է հարունի վրա։ Ոչ մի մարդ քրիստոնեությունը ինքը սրտանց չի ընդունել, դա մի քանի տոկոս հնարավոր է, որ սրտանց ընդունել։ Նույնիսկ քրիստոնեությունը, երբ որ մտել է մարդկության մեջ, քրիստոնեությունը մտել է մարդ սպանելով, մյուս եկեղեցիները, մեյաները վառելով, հետանոսական տաճարները վառելով, այդ մարդկանց սպանելով։ Քրիստոնեությունը ճիշտ է, նույնպես քրիստոնյա է, բայց քրիստոնեությունը ինքը կամավոր կրոն չէ, ինքը մարդկանց ստիպողական է բերել մարդկանց քրիստոնեության, նույնն է մամեդականությանը։ Կրոնը պետք է գիտեք ինչ, պետք է կրոնը լինի հավատքը լինի ազատ, ով ինչ հավատք ցանկանում է, ինքը այդ հավատքն է պետք է գնա, բայց երբ որ այդ հավատքը հաստատելու համար հազարավոր մարդկանց են սպանել, ինքնստինքյան արդեն դա մեղք է դնում։ Քրիստոնեություն են ընդունել արյուն թափելով, քրիստոնեությունն են կուրացել արյուն թափելով, երբ որ արդեն սովետական ժամանակաշրջանում եկեղեցիների սպասավորներին կախում էին, եկեղեցիների գմբեթներից այդ խաչերը թափում էին։ Մարդը իր ամեն գործողությունը միշտ կատարում է սպանելով։ Անհնարին է սպանության մեղքը, անհնարին է սպանության անունը տվյալ մարդու ազգի վրայից դուրս չգա։
եւ Ադրբեջանի իրենք են պատասխան տալու, իրենք կանգնելու են նույն այդ դիակների առաջ, կարող է մեր հայ զինվորը այդ տղան սպանի, նարեր կսպանի, ջրեղեղը սպանի, այսինքն Աստծու բայրակտարները սպանեն, իրենք իրանց սպանեն, բայց անհնարին է, որ այդ մեր երիտասարդ զոհերի արյունը եւ այդ մեր երիտասարդ զոհերի մոր խոսքը հառաջանքը լացը վերև չհասնի, դա անհնարին է, ճիշտ է լավ լինի, որ արտահայտություն լինի աշխարհի վրա, բայց շատ դեպքերում արտահայտությունը աշխարհի վրա ծախված է, վաճառված է, բայց երկնային արտահայտությունը կա եւ ինքը գործում է, ոչ մեկը չի կարող Աստծո արտահայտությունից Ինչպես կարող է նաև լինում է այսպիսի դեպքեր սիրելիներս շատ է եղել, չնայած բոլոր ասացածների մոդել կա, որ անեսկը լինում է հարազատի կողմից, որը եղբորը, եղբայրը, քրոջը, բարեկամները, հոր եղբայրները, հոր եղբոր երեխաներին, որ ափույրերը իրենց քեռեների երեխաներին, հիմնական պատճառը դա սխալ կատարած գործողությունն է, եթե շարամություն են կիսում, մեկին թողնում են առանց շարամության, մեկին թողնում են առանց տնի, մեկին թողնում են առանց ապրելու հնարավորության, եւ լսինքյան այն մարդը, որ նման իրավիճակի մեջ է, ինքը բարգության մեջ այդ անեսքի խոսքերը ասում է, նույնիսկ ձեր դեմերին է ասում են ձեր հարազատը, եւ այդ անեսքը խփում է եւ ձեր վրա եւ ձեր երեխաների վրա։ Անեսքը նաեւ անում է ծնողը երսավագեն, դրա համար խորհուրդ եմ տալիս ձեր ծնողի հանդեպ ինչքան հնարավոր է լավը եղեք, համբերատար եղեք, հատկապես լինում է այնպիսի վիճակներ, որ ծնողը տարիքով է, հիվանդ է, ուղղը հետ, հիշողության հետ խնդիրներ է ունենում, չի կարելի այնպիսի իրավիճակի առաջ հասցնել, որ այդ ծնողի բերանից անեսքի խոսքեր դուրս տան։ Դա ամենավտանգավոր անեսքն է, երբ որ հայրը կամ մայրը անեցնում են իրենց զավակին։ Դրա համար կարողացեք լավ մարդ եղեք ձեր ծնողի համար, կատարեք ձեր որդիական պարտականությունը։ Շատ դեպքերում մարդկանց թվում է, թե ծնողն է միայն պարտական, զավակը պարտական չի, ոչ, զավակն է պարտական է, իր ծնողին մեծացնի, բայի, հոգ տանի, որպեսզի ինքը ծերությունը ինչքան հնարավոր է լավ հասկացնի եւ առանց անեսի, առանց արդյունքի կարողանա հրաժեշտ տա այս կյանքի, այս աշխարհին։ Այո, անեսք է բերում այն իրավիճակը, երբ որ դու մարդուն ինչ-որ բան խոսք ես տալիս եւ չես կատարում։ Խոսք ես տալիս, որ կդավը ճիշտ կա, շարամությունը ճիշտ կիսես, խոսք ես տալիս, որ այդ մարդուն ինչ-որ բան խոսք ես տվել, որ մահացել է արդեն, որ դու չես կատարել, երբ որ այդ մարդուց փող ես վերցրել եւ խոսք ես տվել, որ կվերադարձնես, բայց չես վերադարձնում, քեզ թվում է, որ այդ մարդը մահացավ ու դա գնաց անցավ, ոչ, եթե վերցրել ես, չես վերադարձրել, այդ մարդու մտքերը անընդհատ քու վրա են եւ դա նեգատիվ էներգետիկայի հարված է, փող ես վերցրել, փող չես ունենա, ինչ-որ հարցեր պետք է լուծես, չես լուծել, դու կգնես այդ հարցերի, այդ խնդիրների մեջ, երբ որ խոսք եք տալիս, պետք է անպայման կատարել, դա ապես չի կարելի երթունդել, չի կարելի երթունդել, որովհետև մարդը ի վիճակի չէ իր տված երթումի բառերին հետևել եւ կատարել։ Դրա համար մարդը պետք է իրենից մեծ, իրեն ուժերից մեծ գործը չորոշե կայացնել, իսկ եթե երթում եք դու անպայման պետք է ինչ-որ երթում եք տվել, խոստացել եք, այդ մարդուն ով մահացել է, պետք է դուք այդ խոստումը կատարեք, դա նույնպես բերում է անեսք, սիրելի
Անեսք լինում է նաև այն դեպքում, երբ որ ծնողին հասցնում են այնպիսի վիճակի, որ կարող է թմրամոլ լինել, կարող է անհնարական դառն կյանք վարել, կարող է հանցավոր կյանք վարել եւ այնպիսի իրավիճակի հասցնել իրենց ծնողների տայև հորը եւ մորը եւ քրսինկյան մարդը չկարողանա իր էմոցիաները զսպի եւ այդ անեսքի խոսքերը ասի։ Կան շատ կան նման մարդիկ, որ երբ որ ես գալիս եմ, տեսնում եմ, որ հիմնականում անեսքը գալիս է ծնողից եւ մեղավորը իրենք է։ Ճիշտ է, չի կարելի անեսք տալ, բայց չի կարելի նաեւ դատապարտել։ Մենք չգիտենք, թե այդ մարդը ինչպիսի իրավիճակի է հասել, որ չի կարողացել կառավարել իր էմոցիան։ Չպետք է մարդուն հասցնել այդ վիճակին ու հետո ասել ինքը իրավունք չունի անեցել։ Մենք իրավունք չունենք մարդուն հասցնելու այդ քրիստոնեական կետին, որ ինքը իրեն չկարողանա զսպել։ Շատ դեպքերում մարդիկ, որ կարծում են, թե ծնողի անեսքը, որ անեսքը չի գտնի, որովհետև մայրը կատ է տալիս իր զավակին, ոչ, ամենաուժեղ անեսներից մեկը տավոր անեսքն է, ծնողական անեսքն է։ Իշքան հնարավոր է ձեր բարերի մեջ նաև դուք սիրելի ծնողներ, օրհնեք ձեր զավակներին։ Ուզում է ամուսնանալ, տվեք ձեր ծնողական օրհնակը։ Ուզում է ինչ-որ գործողություն կատարել, տվեք ձեր ծնողական օրհնակը։ Այդ օրհնակը այնպիսի հնարավորություն կտա, ուժ կտա, որ իրենք ավելի մեծ բարձունքների կհասնեն։ Երբեք ձեր բացասական էմոցիաներով մի խանգարեք ձեր երեխայի առաջխաղացումը։ Դա եւ անեսք է ձեր վրա, նաեւ ձեր զավակի վրա, որովհետեւ դուք սխալ գործողություն եք կատարում, սիրելի ծնողներ, ուշադիր եղեք ձեր ամեն բառի, ձեր ամեն խոսքին։ Իշքան հնարավոր է ձեր խոսքը ձեր զավակների հանդեպ դա պետք է լինի օրհնակի, բարեմաղթանքի ձևով։ Նաև այսպիսի իրավիճակ կա էզոտերիկայի մեջ, սիրելի մայրիկներ, եթե դու ուզում եք երեխա ունենալ, անպայման ձեր հղիությունը պլանավորեք, անպայման ձեր հղիությունը ծրագրավորեք, որովհետև շատ դեպքերում մարդը հղի է մնում ու ինքը կանգնում է փաստի առաջ, ինքը չի ուզում, որ այդ երեխան ծնվի, ինքը ֆինանսական խնդիրներ ունի, տանը հետ կապված խնդիրներ ունի, անձնականի հետ կապված խնդիրներ ունի, ինքը չգիտի ինչպես պետք է բայ այդ երեխային, բայց կանգնած է փաստի առաջ, եւ ինքը մտածում է հանեմ, չհանեմ, հանեմ, չհանեմ, ինձ պետք չէ այս պտուղը, ինքը ինձ համար պետք չէ։ Այդ բառերը, այդ մտածմունքները, այդ էմոցիաները, դա արդեն անեսք է ձեր երեխայի վրա։ Եվ ինքը երբ որ ծնվում է, ծնվելուց հետո արդեն ինքը դիրներով է։ Նման երեխաները կյանքի մեջ խեղճ են լինում, առաջ չեն գնում, չեն զարգանում։ Իրենք նույնիսկ ինչ որ իրենց դիեզերքով տված է, դրա իրանց չի հասնում, որովհետև իրենք ոսոր թե չցանկացած պտուղներ են, ուղղակի լուսաշխար են եկել փաստի առաջ կանգնելով։ Դրա համար սիրելի մայրեր եւ հայրեր, մի կանգնեցրեք այնպիսի վիճակի առաջ, որ ձեր երեխան ձեր մայրական, ձեր կնոջ, ձեր սիրած կնոջ փորի մեջ արդեն դառնա անեցքի առարկա, անեցքի պլանավորեք, ունեցեք այն ժամանակ, երբ որ դուք հոգեպես, մարմնապես, ֆիզիկապես պատրաստ եք այդ երեխայի ընդունելու։ Ինչպես կարող է մարդը զգա, որ ազգի վրա կա կատարված անեցքի գործողություն։ Եթե ուշադրություն դարձնեք, սիրելիներս, նայած մեկը մեկից հարստություն է տանում, մեկը մեկից ազնականն է քողանում, մեկը մեկին սպանում է,
մեկին հղի է թողնում երեխաների հետ և փախնում, մեկը քնում է և չի առնում, տարբեր տեսակի հանցագործություններ կան և ինչպես դուք կարող եք զգալ, որ ձեր վրա, ձեր ազգի վրա կա նման գործողություն։ Եթե փողը հետ է կապված, եթե մեկի հարստությունն են տարել, այդ ազգի անդամները, այդ ազգի սերունդները, իրենք անընդհատ փողի խնդիրներ են ունենալու։ Իշքան էլ իրենք աշխատել, իրենք փողի խնդիրներ են ունենալու, իրենք երբեք չեն կարողանալու գումար հայտարարել, բարեկեցիկ կյանք վարել։ Եթե նույնիսկ գիտեք, շատ մարդիկ կան նույնիսկ սովետական տարիներին, ովքեր որ շինարարական վարչության պետեր են, սույի պետեր են, առևտրական վարչության պետեր են, իրենք իրենց հարստությունը կոդակել էին խորհրդային պետությունը թալանելով, ժողովրդին թալանելով։ Շատ նման մարդկանց երեխաները հիմա պատերի տակ հոգնություն են խնդրում։ Իրենք հոգեբանական խնդիրներ ունեն, շիզոֆրենիա է, հոգեբանական խնդիրներ ունեն, իրենց որ միլիոն տաս, իրենք չեն կարողանա այդ միլիոնից նույնիսկ մելումա ստեղծել։ Եվ նման շատ մարդկանց սերունդ ինքը հիմա 100% ողորմություն է խնդրում։ Երբ որ ասում են մեր պապաները, մեր մամաները, մեծ պաշտոնյաներ են եղել, մեծ ղեկավարներ են եղել և հիմա մենք այս վիճակի մեջ են։ Տեսնում ես այդ ղեկավարները, այդ պաշտոնյաները, իրենք իրենց հարստությունը, իրենց տունը, երկիրը մարդկանց թալանելով են ձեռք բերել և ինստինկտյան նման սերունդ էին կարած չի գնա։ Դուք էլ կտեսնեք, թե ինչքան 30 տարի Հայաստան կրկնող մարդկանց սերունդից դուրս է գալիս։ Անհնարին է իրանք երկրից դուրս կերտան, ուրիշ երկրի քաղաքացիություն կընդունեն, 10 հատ երկրի քաղաքացիություն կընդունեն, դա անհնարին է, իրենք կգան այնպիսի վիճակի, որ իրենք հացին կակա են ասելու, դա լինելու է։ Մարդիկ, ովքեր որ ասնականի հետ կապված խնդիրներ են արել, այդ այսինքն ամուսնացել են, խաբել են, թողել են այդ մարդուն հղի, ստիպել են, որ այդ կինը անպայման աբորտ անի, այդ ազգի մեջ մտնում է նման անեսքի էներգետիկա։ Աղջիկները շուտ այրի անում են, աղջիկների, ովքեր որ ամուսնանում են, իրենք աղջիկ երեխաներ են ունենում, տղաներ չեն ծնվում, և այդ աղջիկները անընդհատ ամուսինները երիտասարդ աղանում են, ունենում են աղջիկ, աղջիկը ամուսնանում է, նորից աղջիկ է ունենում, նորից ամուսնանում է ու այս մարդիկ 30 տարեկանից անընդհատ մնում են այրի։ Իրենց կողքի դա մենակ գիտեք ինչ, մի հոգու չի վերաբերվում, դա ամբողջ Գերդաստանին է վերաբերվում։ Եթե դուք ուշադրություն դարձնեք, դուք տեսնում եք, որ ձեր ազգի մեջ թակրկնվում է ամուսնալուծություն վաղաժամ այրիանալ, ամուսնալուծություն վաղաժամ այրիանալ։ Եթե մարդիկ մարդ են սպանում, այդ ազգի մեջ երեխաներ չեն ծնվում, այդ ազգի մեջ մտնում է անպտղությունը, այդ ազգի մեջ երեխաները, հատկապես տղա երեխաները, մինչև 21-25 տարեկանը մահանում են, կամ ծնվում են մահացած, անընդհատ խուժում են տղա երեխաներ, կամ մինչև 25 տարեկանը, արդեն այդ ազգի մեջ տղան ծնվում է, մինչև 25 տարեկան կմահանում է, պատերազմից է մահանում, ավտովթարից է մահանում, սպանում են, ինքն է իրեն սպանում, բայց տղամարդիկ այդ ազգի մեջ չեն երկար ապրում։ Լինում է նաև այսպիսի վիճակներ, երբ որ մարդը երկար ապրում է և ինքը իր ձեռքով թաղում է իր զավակների ներտականության։ Դա նույնպես անեսքի տեսակ է։ Գիտեք, որ ասում դու քուծերով քու զավակների թաղես, դա ծնողի համար չգիտես ինչ է,
դա ամենասարսափելի ցավն է, ինչ են ասում, որ ամենաերջանիկ մարդը այն մարդն է, ով որ իր զավակի ձեռքի հողին է արժանանում, ոչ թե ինքն է իր զավակներին հողին հասնում, դա ամենամեծ ցավն է, եւ այդ մարդը ապրում է մինչեւ 90 տարեկան եւ ինքը անընդհատ իր դուրս եկած եւ երեխաներին եւ թողուններին գերեզման է դնում, դա նույնպես անիծքի պատճառ է։ Շատ դեպքերում ազգի մեջ դե ուշադրություն դարձնեք, գենետիկորեն հիվանդություն կա, դա հոգեբանական հիվանդություն, նաև գենետիկական հիվանդություն, գեների հետ կապված եւ հոգեբանական խնդիրներ, շիզոֆրենիաներ, դեպրեսիաներ, բիպոլար նեյրոստորի, տարբեր հիվանդական սինդրոմ ունեցող մարդիկ եւ դա ժառանգաբար մեկից փոխարինվում է մեկին, դա ոչ թե թեթև բաներ է, այլ վտարանում հակառակ սերունդի հետ իրենց հարաբերությունը ստեղծել։ Նաեւ լինում է այսպիսի իրավիճակներ, լինում է այնպես, որ շատ դեպքերում մարդիկ չեն զգում իրենց վրա անեծքի այդ ուժը, որովհետև իրենք էներգիա շատ ունեն, բայց գալիս հասնում է այնպիսի վիճակ, որ այդ անեծքը խլում է անընդհատ իրենցից էներգետիկան, ու իրենք նոր զգում են, որ իրենք չեն կարողանում այդ նեգատիվ հարվածին դիմակայել եւ արդեն շատ ուշ տարիքի է մոտենում, որովհետեւ սկզբից չեն հասկանում, բայց արդեն այդ ցավը տարածված է իրենց երեխաների վրա, իրենց երեխաները խնդիր ունեն, առողջական խնդիրներ, իրենց երեխաները անձնական խնդիրներ ունեն, իրենց երեխաները ֆինանսական խնդիրներ ունեն։ Նաև լինում է սիրելիներս այսպիսի իրավիճակ, որ անեծքի պատճառով շատ դեպքերում եթե դուք ուշադրություն դարձնեք ազգի մեջ ոնց որ թիրախ դառնում է միայն մի մարդ գերդաստանի մեջ, որովհետև ինքը թույլ էներգետիկա ունի եւ անմիջապես դա ազդում է իր վրա, դա եւ բերում է վաղաժամը, դա բերում է առողջական խնդիրներ, դա բերում է, երբ որ մարդը սկսում է ինքը զբաղվել թմրամոլությամբ, եթե մարդը անարակաբարով կյանք է վարում, լինում է նաև նման իրավիճակներ, որ ինքը այդ ամբողջ նեգատիվ էներգետիկան վերցնում է իր վրա եւ ազգի մյուս անդամները ոնց որ սապում են այդ իրավիճակից, այդ մարդուն պետք է անպայման մաքրել, այդ մարդուն պետք է անպայման ցերնեկնել, եթե դուք այդ մարդուց հիասթափվակ եւ դուրս արեցիք, այդ անեծքը տեղափոխվում է ձեր վրա, որովհետև ինքը մաքրում է ձեր ազգը, դուք չեք հասկանում, ինքը վերցնում է իր վրա այդ նեգատիվը, դուք չեք հասկանում, դուք իրանից հրաժարվում եք եւ դուք արդեն դառնում եք այդ անեծքը ընդունող եւ ձեր վրա կրող ազգավորությունը։ Այսքանը սիրելիներս, թե դուք ինչպես կարող եք հասկանալ, թե ձեր վրա, ձեր ազգի վրա, ձեր տողի վրա կա կատարված անեծքի գործողություն, որպեսզի մաքրվեք, որպեսզի ձերբազատվեք այդ բացասական էներգետիկայի հարվածից, որպեսզի կարողանաք լիաթոք, լիարժեք ապրել։ Այսքանը սիրելիներս, հաջողություն, ստեսություն։